Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Աստվածային ճշմարտության հայտնությունը։ Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Քրիստոսի աշխարհ գալու մեծագույն օրհնությունները» անվանումը։ Տեր Հիսուսի մարմնացումով Աստված մարդկային մարմնով ու մարդկային կերպարանքով աշխարհ եկավ, որպեսզի մարդկությանը հայտնի կյանքի ու հոգևոր իրականության մասին աստվածային անսխալական ճշմարտությունները։ Սիրելի՛ բարեկամ, «բան» բառը գրաբար հայերենում կրում է խոսք իմաստը։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ Տեր Հիսուսը Աստծու մարմնացյալ Խոսքն է, անտեսանելի Աստծու տեսանելի պատկերը։ Նրա կյանքը բացահայտում է Աստծու սերը, արդարությունը և ողորմությունը այնպես, որ Աստծու Խոսքի ոչ մի ուսուցիչ, մարգարե կամ անգամ հրեշտակ չէր կարող ամբողջությամբ փոխանցել մարդկությանը։ Իսկ Աստվածաշնչում տեղ գտած Նրա ուսուցումները մաքրամաքուր կերպով քողազերծում են մարդկային մտքին ու երևակայությանը անհասանելի ճշմարտությունները հոգևոր աշխարհի ու այդ աշխարհում գործող օրենքների մասին, ինչպես նաև Տեր Աստծուն հաճելի կյանքով ապրելու և Նրա կամքին հնազանդության մեջ հարատևելու խորհուրդներն ու պահանջները։ «Սկզբում էր բանը, և բանն Աստծու մոտ էր, և բանն Աստված էր։ Նա սկզբում Աստծու մոտ էր։ Ամեն ինչ Նրանով եղավ, և առանց Նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Կյանքը Նրանով էր, և կյանքը մարդկանց լույսն էր։ Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, իսկ խավարը նրան չտիրեց։ Եվ բանը մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց, և տեսանք Նրա փառքը, փառք, որ Հորից ունի միածինը, լի շնորհով ու ճշմարտությամբ» (Հովհաննես 1:15): «Նա աներևույթ Աստծու պատկերն է»։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսը աստվածային լույսն է, որ վառվեց այս խավար աշխարհի մեջ։ Նրա փոխանցած ճշմարտությունները լուսավորում են աշխարհի ստությունների խավարում նստած մարդկանց։ Նրա մեջ մենք ճանաչում ենք Աստծու բնույթն ու որակները։ Նրա շնորհիվ մենք կարողանում ենք զանազանել ճշմարտությունն ու սուտը։ Նա Ինքն է ճշմարտությունը։ Նրա խոսքերն են, որ լուսավորում են մեզ և ազատում ստության բոլոր կապանքներից։ «Այդժամ Հիսուսն իրեն հավատացած հրեաներին ասաց. «Եթե դուք հավատարիմ մնաք Իմ խոսքին, Իմ ճշմարիտ աշակերտները կլինեք, կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ»։ Եկե՛ք աղոթենք միասին գոհության այս աղոթքով. «Իմ բարի ու ողորմած Աստվա՛ծ, աղոթում ու խնդրում եմ, որ բացես աչքերս, որպեսզի տեսնեմ Քո ճշմարտությունները Տեր Հիսուս Քրիստոսի մեջ։ Քո Խոսքն է ճշմարտությունը։ Խնդրում եմ Քո Սուրբ Հոգով սովորեցնես ինձ Տեր Հիսուսի խոսքերին հավատարիմ կյանք ապրել և Տիրոջը հավատարիմ ու նվիրյալ աշակերտ լինելը։ Տե՛ր, ճանաչեցրո՛ւ ինձ Քո ճշմարտությունները և օգնի՛ր ինձ, որպեսզի ապրեմ Քո Հոգու և Քո Խոսքի շնորհած ազատության մեջ։ Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամեն»։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։